Վիրավորվածը դա դեռ չի նշանակում, որ մահացած է։ Դու վիրավորված ես, բայց դու կբժշկվես։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Տիրոջ համար պետք է ասեմ, թե իմ ապավենս եւ իմ ամրոցը, իմ Աստվածս, որին կհուսամ։ Եկեք ինձ բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզի պիտի հանգստացնեմ։ Քո խնդիրը նա չի, որ դու խոցված ես կամ հիվանդ ես, կամ դու ունես լուրջ խնդիրներ։ Քո խնդիրը նա է, որ դու ինձ չես գալիս։ Քո խնդիրը նա է, որ դու բարձրյալի ծածկոցի տակից դուրս ես եկել։ Սիրելի հոգի, դու խոցված ես միայն նրա համար, որ դու թողել ես բարձրյալի ծածկոցը եւ քեզ ապավեն ես վերցրել մի այլ ծածկոց։ Արդարև ան քեզ պիտի փրկի որսորդի որոգայթից։ Ես քեզ պիտի պահեմ։ Ճշմարտության խոսքը, երբ որ վահանի պես պահես քո առջևում, կրակոտ նետերը կգտնեն այդ վահանին, կգնեն քո ոտերի տակ։ Քեզ որսորդի որոգայթից պիտի պահեմ, գիշերվան զարուրանքից պիտի պահեմ, ցերեկը թռչող նետից պիտի պահեմ, մտի բարձրյալի ծածկոցի տակ։ Դու նայի տեսել ես, դու Աստծո ձեռքերի մեջ ես։ Քեզ Տերը հրավիրում է նորից իր բարձրյալի ծածկոցի տակ։ Դու Աստծո զավակ ես։ Մի վախեցի, գնա ասա քո Հիսուսին, եթե խնդիր կա։ Մարդկանց մի դիմի, մարդկանց դռները մի ծեծի։ Հիսուսին ասա, ուրիշին մի ասա։ Դուք կորսված չեք, դուք պատկանում եք թագավորների թագավորին։ Ինչքան կարևոր է այսօր, որ դու Աստծուն ուզես, ոչ թե Աստծուց ինչ-որ բան ուզես։ Անոր համար ես պետք է փրկեմ զանիկա։ Ինձի պիտի կանչես ու ես անոր պատասխան պիտի տամ։ Նեղության մեջ անոր հետ պիտի լինեմ։ Ականջը լսելով չի լցվում, աչքը տեսնելով չի գշտանում։ Աշխարհում հոգու խաղաղություն ու հանգստություն չի վաճառվում ոչ միտեղ։ Աշխարհը քո հոգուն հանգստություն չի տա։ Միայն Քրիստոսին ճաշակելուց է, որ քո հոգին հանգստանա։ Նեղության մեջ է կյանքի գանձը հայտնվում։ Առանց նեղության ոչ մեկ Քրիստոսին չի գտել։ Նեղությունները մեր բոլորի մի նպատակի համար են։ Մեր փրկության համար են այդ բոլոր նեղությունները։ Որտեւ եթե այդ նեղությունները մեր կյանքի մեջ չլինեն, մենք հաստատ փրկություն չենք ունենալու։ Ճիշտ ինձ հասկացեք, նեղությունը չի մեզ փրկելու, բայց նեղությունը ցույց է տալիս նեղության մեջ մեր իրական կերպարը, նեղության մեջ ցույց է տալիս մեր իրական դեմքը, նեղության մեջ մենք տեսնում ենք մեր իրական ով լինելը։ Աստված մեր կարողությունից ավել մեզ նեղություն թույլ չի տալիս։ Ոնց որ կաս, Տերը տենց քեզ սիրում է։ Ոնց որ կաս, քո սխալներով, քո թերություններով ինքը քեզ սիրում է, ինքը ինձ սիրում է, եւ ուզում է որպեսզի մենք իրան վստահենք։ Ուզում է որպեսզի մենք իրան կանչենք։ Ուզում է որպեսզի այդ նեղության մեջ հավատանք, որ այդ նեղության մեջ, մեր կյանքի մեջ, մեր առօրյայի մեջ ինքը մեզ ավելի շատ է սիրում, քան թե մենք մեզ ենք սիրում։ Ինքը մեզ համար ավելի շատ է մտահոգված, քան թե մենք ենք մեզ համար մտահոգված։ Իմացեք, նեղությունը, փորձությունը, սա մեզ ավելի է սրբացնում, ավելի է մաքրում, ավելի է մոտեցնում Տիրոջը։ Մեկը մի օր ուզես չուզես այս կյանքից պետք է հրաժեշտ տաս։ Մի օր պետք է գնանք, բայց երանի նրան, ով որ Տիրոջ մոտ է գնում։ Չկա մեկը գալով Տիրոջը, որ Տերը անտարբեր անցնի։ Չկա մի կարիք, որ դու բանաս Տիրոջ առաջ, ու Աստված անտարբեր անցնի։ Ով անհույս, նայ Հիսուսին։ Ով երիտասարդ, դու գուցե ջահջահված ես այդ մտքերից, զանված ես այդ փոթորիկներից, քեզ պաշարող այդ դառնություններից, բայց մի վախեցի, սպասի Տիրոջ։ Նա խոսքը սրի պես է, նա խոսքը զորավոր է, նայ Հիսուսին, նայ Գողգոթա, որ մեռավ Քրիստոս համար։ Քո բարեխոսը ինքն է, քո արտադրությունը ինքն է, մեղքի կավությունը ինքն է, ինքը մեռավ քեզ համար, որ քեզ կյանք տա հիմա, հենց հիմա, նայիր Տիրոջը, նա քո բարեխոսն է, նա քո արտադրությունն է, նա քո սրբությունն է, նա քո փրկիչն է, միգրացիոն քեզ համար, քեզ օրհնի, քեզ ազատի, քո տանջանքից, քո տառապանքից, նայիր Հիսուսին, սրտանց կանչի, Աստծո որդի, կանգ առիմ համար, Աստծո որդի, դու գտերքարին, ես քո կարիք ունեմ, մի վախ։ Քո մարմնի Տերը Հիսուսն է, դու իրան ես պատկանում, դու քոնը չես, դու քնով ծախու ես արդվել, դու բորդի Տիրոջ խոսքը, դու աշկետ ձերքին վերցրու, նայ Տիրոջը, ապա պիտի իրան, դրա որդու այրագինն ես, Հիսուսի անով, թող քանդվի, սատանայի ստերը, Հիսուսի անունով, անողնում պայքած ես, ելի ոտքի կանգնի, Հիսուսի անունով, այդ մեղքերը բռնեն քեզ, մաքրվի, Հիսուսի անունով, վստահ իր խոսքին, արտարը հավատքի